Ներկայացուցիչ Ավետիս Գազատյանը սովորում է դպրոցում նոր լուսանկարի գիրքը շատ տաղանդավոր մեծ խոստումնալի ճանապարհ է սպասում Ավետիսին իր մեջ կա զորավոր ոչի ամրություն ահա թե ինչու ես իրեն արդեն չեմ ասում Ավետիս Գազազյան ասում եմ Ավետիս Գազազ ավեցեք Ողջունում եմ բոլորիդ, շատ ուրախ եմ, որ գտնվում եմ նման հրաշալի և նման ժպտերես մթնոլորտում Համահայկական գրողների միությունը համալրել եմ դեռևս այս տարվանից ամենակրտսեր ներկայացուցիչն ինչպես ասաց պարոն Ափինյանը Շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար Դեռևս այս տարի ապրիլից սկսվեցին իմ առաջին ժողովածուի գրքի աշխատանքները Իմ շատ սիրելի պարոն Ափինյանի և տիկին Սուսաննայի միջնորդությամբ և իրեն շնորհիվ լույս ընծայվեց այս տարվա սեպտեմբերի 1-ին գիտության և դպրության օրը լույս ընծայեց իմ առաջին գրքի ժողովածուն, որոնց համար պարտական եմ իրենց։ Կուզեի ընթերցել իմ գրաբար գրված բանաստեղծություններից մեկը, որը կոչվում է Շնորհակալություն Աստծուց, որովհետև այն ամենը, ինչ ես ունեմ, ինչ ես ստացել եմ միայն Աստծո շնորհքն է և Աստված է ինձ տվել, որի համար ես մինչև վերջ շնորհակալ եմ իրեն։ Եվ ինչպես ասաց իմ շատ սիրելի խմբագիր եւ հրաշալի մարդ տիկին Սուսաննան, պետք է գլուխը խոնարհել եկեղեցում եւ Աստծո առաջ։ Օտեր երկնից լույս ես անհուն, քեզ փառաբանեմ սրտով խոնար։ Շնորհքի տակ է օրս ամեն, քո ձեռամ կեցուցյալ եմ միշտ անսասան։ Դու տվիր կյանք եւ շունչ անմար, դու լույսի վերաճամփոն իմ հոգվո, աչքիս առջև բացեր ես դռներ, որպես Հովանի օրհնյալ ես զիս։ Գոհ եմ քեզ մե, որ դարձուցեր ես, իմ սիրտն արտեր սրտով բոցավառ, եւ ի փորձանած պահեր ես զիս դու, իմ Աստված, իմ հայր հավիտյանս։ Փառք ես Տեր, որ խավարին մեջ լույս մաքրության ցոլացուցեր ես, թող ես մնամ իմ հոգվոտ ներքո, գովերքելովս քեզ հավիտյանս ամեն։ Շնորհակալություն։ Եվ հաջորդ բանաստեղծությունը, որը կոչվում է Արարատյան քնար, մեր Արարատի մասին եւ ոչ միայն Արարատի, այլ իմ տան ճամփայի, իմ տան քարքարոտ ճամփայի մասին։ Քար էր հողս, քար փշրեցի, ձոր էր ճամփա, ձոր լցրեցի, քամին եկավ, երգը տարավ, բայց իմ սիրտը քար չդարձավ։ Արարատիս ձյունը սուրբ է, Արաքսիս ջուրն արյան նման, մեր տուն եկող ճամփան բարդ է, բայց սեր ունի լույսի նման, կաքավի պես սարն եմ հսկում, ծիանեն ու տակ իմ տունն է, թե կուզես հայրենիքը գտնել, եկ իմ երգը սրտիդ տունն է։ Շնորհակալություն։ Կուզեմ իմանաք, որ ես խելագար հայրենասեր եմ և ամեն ինչ պատրաստ եմ իմ հայոց հողի համար։ Իմ հոգին հայոց է և իմ արյան փոխարեն Արաքսի ջուրն է հոսում։ Կոչվում է հայոց ոգին։ Արարատի ձյունածածկ գագաթին մեր դարավոր փառքն է պահապան։ Արյան գնով, կրակի միջով հայը կանգնած է անհպատակ։ Վիրավոր, բայց երբեք ընկնող, մեր հողն ունի խիղճ ու սեր, մեր լեզուն հին, մեր խոսքն ամուր, մեր հավատքը լույս ու տեր, պատերազմներ, թշնամու ձեռքեր, բայց չխամրեց հայոց ջահը, մեր պապերի ուժով սրբացած կանգուն պիտի մնա գահը։ Ազատության խեն սերունդներ, դուք եք նոր զենքն այս ազգի, ձեր հոգին վառ, ինչպես արև, մեր սուրբ հողը սրբով լցրեք։ Շնորհակալություն։